Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, հիմնական զեկուցողը ներկայացրեց մանրամասները, չնայած այս նախագծի վերաբերյալ առավել ինֆորմացիա տրամադրելու կարիք էլ չկա, կարծում եմ այս անհրաժեշտությունը կար հատուկ օր սահմանել բոլոր ժամանակում հայրենիքի համար զոհվածների հիշատակի ու խոնարհման օրը, եւ այստեղ մի բան ուղղակի նվաստացնելու առումով բանակի օրը չեմ կարծում, պարոն Մինասյան, այս առումով ես կարծում եմ մենք ավելի ենք արժևորում, որովհետեւ երբ որ բանակի օրն ենք գնում մեր զոհերի հիշատակներին, միևնույնն է դա մնում է բանակի օր, ես կարծում եմ մեկը մյուսին ընդհանրապես չի խանգարում, ընդհակառակը մենք ավելի ենք արժևորում։ Եվ կարծում եմ այս առումով մենք բոլորս ունենք կոնսենսուս, հետեւաբար կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծին։ Հարցեր առակի զեկուցողին, խնդրեմ պարոն Մինասյան։ Քանի որ Ղազարյանը անդրադարձավ ինձ։ Ղազարյան, նախատակները հայրենիքի համար ընկածները բանակի մաս են, ես չեմ ասում բանակի մաս չեն, ոչ թե դրան նախորդ օրը, դրա հաջորդ օրը, միշտ, և իրենց հերոսությամբ է, որ նաև ամրացնում են ոգին, ամրացնում են կամքը, վճռականությունը, միասնականությունը, իմ ասացի իմաստը այլ է, տրամաբանությունը այլ է, իմ շեշտադրումը հետևյալն է, բոլոր օրերին տոն կամ հիշատակի, այդ այցելությունները կան, վերցնել բանակի օրը առանձնացնել, իմ կարծիքով սխալ մոտեցում է, ինչու օրինակ հանրապետության օրվան նախորդող օրը այդպիսի օր չէ, սեպտեմբերի 21-ին նախորդող օրը այդպիսի օր չէ անկախության օրվան նախորդող, հասկանում եք, եթե մենք գնում ենք տարբերակով, որ մի այնպիսի օր լինի, որը հատուկ նվիրված լինի եւ այդ օրը հնարավորություն տրվի բոլորին ոչ միայն այցելելու, նաեւ միջոցառումների միջոցով արժևորելու, ինչպես վերնագիրն է, հիշատակի եւ խոնարհումի իրենց մոտեցումը հանրության կողմից բերելու առումով, ուրեմն չկապենք, եթե չենք կապում որևէ կոնկրետ ռազմական գործողության հետ, չկապենք նաև այն օրերի հետ, որոնք օրացույցում տոնական կամ հիշարժան օրեր են եւ որոնց պարագայում կամա թե ակամա, ուզենք թե չուզենք, տրադիցիայի ուժով այցելությունները կան։ Նաև սա է պատճառը, որ եթե անգամ նպատակը բանակի օրը նսեմ ասելը չէ, ապա նաև շատ կարևոր է, որ չառանձնացնենք մեկը։ Նորից եմ կրկնում, բոլոր այս օրերին այցելությունները կան։ Ինչու եք ընտրել մեկ օրը։ Բայց 25-ին չկա։ 28-ին կա։ 28-ին կա, 21-ին սեպտեմբեր կա։ Հարցը ես կարծում եմ ընկալելի դարձավ, այսինքն այս տեսակետից պարոն Ռուբինյանն ասում է տրամաբանականը, մեր տրամաբանությունը սա, ես էլ ասում եմ, այդ տրամաբանությունը մեր համար ընդունելի չէ, որտեղ նորից եմ կրկնում, այդ տրամաբանությամբ այն մյուս օրերը, էլի տոն, էլի պետականության կերտման նվիրված օրեր, էլի կամ զոհերի օրեր, հա, հայոց ցեղասպանության զոհերի օրն է, այդ ընթացքում էլ այսինքն ինչի ենք առանձնացրել այս մեկը, բանակը մեր անվտանգության թիվ 1 երաշխավորն է, թեև ձեր կառավարության շրջանում ձևակերպել հարցել, հետո ելույթով հարց ձևակերպված է։ Շնորհակալ եմ։ Պարոն Մինասյան, տեսեք, նույն տրամաբանության մեջ ենք իրականում։ Հիմնական զեկուցողն էլ ասաց, եթե կլինեն որևէ օրեր, որը դուք առաջարկեք եւ հիմնավորումը կլինի ավելի ուժեղ, կդիտարկենք նաեւ այդ օրը, բայց դուք էլ ասացիք, բանակի օրվա հետ են կապված բոլոր մեր զոհերը այս պաշտպանության, հայրենիքի պաշտպանության համար զոհվածները։ Հետևաբար մենք էլ հենց այդ տրամաբանության վրա ենք ընտրել հունվարի 27-ը, լրիվ այդ տրամաբանության մեջ է։ Չնայած պարոն Մինասյանը ինձ ընդհանրապես չի լսում այս ընթացքում։ Լսեցիք թե չէ, պարոն Մինասյան, չէ։ Շատ արձագանք եմ արել, իմ ասածը
հակառակը չփաստարկեցիք, էլի։ Իմ ասածը սա է։ Պարոն Մինասյան, Եվ, տեսեք, ես ասեմ նորից, որպեսզի տարընկալում չլինի։ Նայեք, դուք ասում եք, այո, մեր հայրենիքի համար ընկածները բոլորն էլ կապված են բանակի օրվա հետ։ Մենք էլ ենք այդ նույն տրամաբանությամբ ընտրել հունվարի 27-ը։ Չէ, ես դա չեմ ասում։ Չէ, Ժորժ ջան, Ասացել եմ մեր Պարոն Մինասյան, հստակեցնեմ, արձագանքի շրջանակը առօրվան ժամը 9-ից այսօր ես նիստի եմ ու առօրվան sense հստակեցումներ Պարոն ակում։ Վարդանյան, Այս հարցը տոն միջում եմ հայտարարում գոնե 5 րոպե։ Հա, շատ հեսա ավարտեցի։ Իմ ասածը պետականության կերտման նպատակով հայտարարված օրերը բոլորն էլ հավասարազոր են։ Ինչե հաղթանակի օրը հավասարազոր չի։ Հավասարացում եմ, բայց ասացիք չէ։ Բա օրինակ ինչի չենք դիտարկում էդի կամ անկախության օրվա նախորդող օրը։ Պարոն Մինասյան։ Ուզում եմ ասել, մի առանձնացրեք եղած, հա։ Պարոն Մինասյան, մի վարքան էլի, պարոն Սարգսյան։ Չէ, իմ ասածը կամ դուք հատուկ Պարոն Մինասյան, ընկալեք իմ ասածն ինչ է։ Հարգելի գործընկերներ, մենք Ռուբինյանի հարց տվել եք, ինչու է օրը, հիմա Հարակից զեկուցողը պետք է ներկայացնի հանձնաժողովի, ըստ էության, հանձնաժողովի դիրքորոշումը։ Հարակից զեկուցողը ինքը մտավ այս թեմայի մեջ, ես չէի մտա։ Հիմա մի բան, ես ձեզ լավ չի ճանաչում դեռ, պարոն Մինասյան, դրա համար մտավ այս թեմայի մեջ, ու միշտ լավ ճանաչել չէր մտնի, խնդրեմ Տիգին Ղազարյան։ Հարակից զեկուցումս իրականում արել եմ եւ տեսեք հիմնական զեկուցողը ներկայացրեց, եթե կա ձեր մոտ այլ օր, որը դուք ավելի հիմնավոր կներկայացեք, ինչու ոչ հունվարի 27-ը, այլ մեկ այլ օր, դա եւս քննարկման առարկա կդառնա, այնպես որ այս առումով ասում եմ, այս փուլում եկեք կողմ քվեարկենք նախագծին։